Սիվիկեյեմ Ներողություն, հետո հայ վերջում թող հարցը տան, հետո դուք կտակ։ Տրիբունայեմ Ալինա Սիմոնյան, պարոն Աբրահամյան, հարցը այսպեսին է, մի քիչ առաջ ճեպազրույցներում եկել Պաշտպանության հանձնաժողովին ձեր հենց անձին վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանը նշում էր, որ անդադ խոսում եք, այսօր էլ խոսեցիք 3 կետերից, որոնք անվտանգությունն են, պաշտպանություններ, բայց Անդրանիկ Քոչարյանը օրինակ նշում էր, որ 3 քննարկում էր հարց, որը վերաբերում էր երկրի անվտանգությանը, ռազմաարդյունաբերությանը, որի մասին հենց ձերանունն էր նշում, որ պարբերաբար խոսում եք բազմիցս, բայց նիստերին օրինակ չեք գալիս, ասում էր պատճառը որն է, օրինակ այսօր էլ նշեցին, որ ձեր գործընկերների պահվածքն է ու իրենց ասելով անհետացել եք, կա այդպիսի բան թե չէ։ Կներեք, կարծում դուք ինքներդ տեղյակ եք, որ մենք վերջին 2 տարիներին մի փոքր ավել մեր ֆրակցիան առասարակ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն չունի, սա մեկ։ Երկրորդը 3 տեղ ունեցած արտահերթ նիստին, խորհրդարանի լիագումար նիստում մեր խմբակցությունը մասնակցել է, եւ այդ ցնորհամատությունը, որը դուք մեջ բերեցիք, առասարակ որևէ իրականության հետ կապ չունի։ Շորաբերում է 3-վա նախագծին էլ հավելեմ, որ այդ նախագիծը ավելի շատ տեխնիկական փոփոխություններ ենթադրում, կառավարության այդ բանին լիազորություններ տալիս եւ այդտեղ նույնիսկ այդ առումով էլ բովանդակային որևէ մեծ քննարկում կամ որևէ հարց չի եղել։ Դա կարծում եմ իշխանության կողմից պարզապես արդարացումն է բոլոր այն թեմաներին, որոնք իրենք այս ընթացքում տապալել են, այդ թվում հատկապես անվտանգության ոլորտում, եւ փորձում են իրենց տապալումները որոշակիորեն վերագրել ընդդիմությանը, այլոց քաղաքացիներին, արտաքին ուժերին եւ այլն։ Այնպես որ չեմ կարծում, թե երեկվա ձեր մեջբերած տեքստը որևէ ձևով կապ ունի իրականության հետ։ Սիվիկեյեմ, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, այդուհանդերձ վերադառնանք ձեր ձևակերպման ռազմորկայի թեմային, նախ կուզեի ձեր գնահատական լսել։ Ռազմորկայի ձեր ասած ձեր ձևակերպմամբ ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության եւ իշխող քաղաքական ուժի միջև տեղի ունեցած միջադեպին եւ նաեւ ընդհարցակելով ռազմորկայի թեման կուզեի անդրադառնալ նաեւ նախկին նախագահների ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև արդեն տևական ժամանակ ձգվող փոխհրաձգությանը ռազմորկային կամ չգիտեմ այլ ձևակերպում գուցե դիպուկ գտնեք հանրությանը շատ հուզում է պարոն Աբրահամյան ի վերջո ձեր այդ հակասությունը թվացial է թե իրական է կարծիք կա որ դուք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ձեր գործընկեր Արմեն Աշոտյանի ձևակերպմամբ տարանջատում օպերացիա եք իրականացնում փորձում եք տարանջատվել որպեսզի առանձին այսպես ճակատներով մասնակցեք ընտրություններին եւ առանձին թիմերով հանդես գաք։ Ուզում եմ այս հարցի հետ կապված ցրեք հանրության կասկածների վերջո հակամարտություն կա երկու նախագահների թիմերի միջև եւ ոչ եւ երկրորդ հարցը impeachment-ի գործընթացին է վերաբերում։ Ներողություն, այս հարցին պատասխանեմ, թե չէ, դեր հարցադրումները մոռանալու եմ, հետո չմեղադրվեմ ինչ-որ հարցի չպատասխանելու համար։ Նախ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր, մեր կուսակցության փոխնախագահ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին հիշատակում անելու համար եւ շատ կարեւոր եմ համարում, որ իր հոդվածները, հրապարակային ելույթները հանրության հնարավոր բոլոր սեկտորներում լուսաբանվում եւ նաեւ ցիտվում են։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ժամանակագրությանը մի փոքր լավ չեք հետևել, որովհետև տարանջատման հետ կապված Արմեն Աշոտյանի ձևակերպումը ավելի շատ վերաբերում էր միջև այդ տարանջատման մասին հայտարարած քաղաքական ուժին արձագանքելուն, այսինքն տարանջատման մասին ի սկզբանե հանրապետականը չի խոսել։ Սա մեկ։ Երկրորդը վերաբերում է երկու ընդդիմադիր ուժերի տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներին։ Դրանց հետ կապված տարբեր գործիչներ իրենց մոտեցումը արտահայտել են, այդ թվում ես, եւ ես կարծում եմ, որ այստեղ առանձնապես այլ բան ասելու կարևորություն նույնիսկ չկա էլ։ Այստեղ ես որևէ հավակնություն չեմ ներկայացնում հանրության մոտ որևէ թեմայի կամ կարծիքի հետ կապված հարցերը ցրելու մասով, որովհետեւ հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի 14-ը տարանջատելու եւ ինքը իր վերլուծությունների հիման վրա ճիշտ դատողություններ անելու։
Առաջին հարցը ինչն էիք ասում, ներողություն հիշեցրեք։ Վերաբերում էր 2 օր առաջ տեղի ունեցած Հա, միջադեպին։ ինչ վերաբերում է ձեր կողմից տրվելի խորհրդարանի, գնահատական։ հա, ինչ վերաբերում է խորհրդարանում տեղ ունեցած վերջին օրերի իրադարձությունների, մասնավորապես մեր շատ գործընկերներ էլ ինձ հարց են ուղղել, թե դուք դրան ինչպես եք վերաբերում առասարակ խորհրդարանական աշխատանքում, գործունեությունում, երբ որ նման դեպք է արձանագրում, այստեղ իմ պատասխանը շատ հստակ է։ Ես ինչպես պատկերացնում եմ քաղաքական գործի վարքը եւ գործունեության դրսեւորումը, դա արտահայտում է իմ ամենօրյա աշխատանքով եւ խնդրում եմ ձեր հարցի պատասխանը եւ գնահատականը փորձեք տեղավորել իմ հարցի շրջանակներում։ Շնորհակալություն։ Հնարավորություն կա։ Այդուհանդերձ, պարոն Աբրահամյան, կխնդրեիք ավելի հստակ եւ կոնկրետ ի վերջո երկրորդ եւ երրորդ նախագահների նրանց թիմերի միջև արկա է արճակատում, թե ոչ, թվացial արճակատում է թե իրական, թե բեմադրություն է վերջո եւ իմ հարցը իմպիչմենտի գործընթացին է վերաբերում։ Պարոն Աբրահամյան, ինչ եղավ այդ գործընթացը, կարծեք ազգային ժողովի շքամուտքից ներս չի փոխադրվում։ Ի վերջո եկաք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ համաձայնության։ Ինչն է ձեզ կաշկանդում, որպեսզի ձեր շարքերից արժանավոր, վաստակավոր հանրապետական կուսակցության անդամ որևէ թեկնածուի առաջադրեք, օրինակ պարոն Դավիթ Հարությունյանին, օրինակ պարոն Սամվել Նիկոյանին, օրինակ ձեզ, օրինակ պարոն Մամիջանյանին։ Ինչ որ հարցում, ինչ որ հանգամանք կա, որը կաշկանդում է ձեզ, շնորհակալություն։ Իհարկե շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ որպես վարչապետի թեկնածու դիտվել, դա շատ կարևոր պատասխանատվություն է, հատկապես երբ որ հանրությունն է խոսում դրա մասին եւ խոսում է մարդիկ, որոնք միգուցե իմ քաղաքական մոտեցումները չեն կիսում, բայց իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես հանրապետականով, որովհետեւ գործընթացը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում քաղաքական գործընթացների եւ process-ների տեսանկյունից եւ նախաձեռնողները, ովքեր դիմել են այդ թվում Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների եւ նաեւ արտախորհրդանական ուժերի հետ են որոշակի կոնսուլտացիաներ իրականացնում, ունեն որոշակի պատկերացումներ եւ այդ պատկերացումները ենթադրում են նաեւ այդ պատկերացումներին համահունչ նաեւ տեխնացուի առաջին պլան բերել եւ քննարկման առարկա դարձնել։ Պրոցեսի հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք մեր ֆրակցիայի հայտարարության միջոցով։ Գործընթացը, երբ որ գա հասնի այդ կետին առաջադրման հետ կապված, մենք արդեն այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումը այդ մասով կարտահայտենք։ Ինչ վերաբերում է բեմականացումներին, ես չեմ կարծում, որ այստեղ գտնվող որևէ մարդ, այդ թվում դուք, կարծում եք, որ իմ քաղաքական կենսագրությունը կամ գործունեությունը որևէ ձևով կարող է կապված լինել ինչ-որ բեմականացման հետ, եւ նույնիսկ այս տեսանկյունից կոռեկտ չեմ համարում այս թեմային այլ ձևով նաեւ արտահայտելու։ Ես կարծում եմ այն տեղեկատվությունը, որ արկա է ընդհանուր արտավարական տարբեր մոտեցումների հետ, դրանք արդեն դաշտում արտահայտված են։